Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Այսօր եւս Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցները Ստամբուլում հավաքվել են զանգվածային ցույցի։ Այն տեղի է ունեցել Ստամբուլի ասիական հատվածում։ Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր հանրահավաքի ժամանակ բախումներ տեղի չեն ունեցել։ Զանգվածային հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված եւ պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Լրատվամիջոցները գրում են, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 2 միլիոն մարդ։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է հանրապետությունում նախագահի արտահերթ ընտրության անցկացման համար ստորագրահավաքի քարոզարշավի մեկնարկի մասին։ Թուրքիայի նախագահի ընտրությունը նախատեսված է 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջել է արտահերթ ընտրություն անցկացնել։ Ստորագրություններ կհավաքենք Թուրքիայի յուրաքանչյուր երկրորդ բնակչից եւ կտապալենք իշխանությունը, ասել է Օզելը հանրահավաքի ժամանակ։ Նրա խոսքով Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը կոչ է արել երկրի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել թուրքական պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Հանրահավաքի ժամանակ Օզելը նաև հայտարարել է, որ Թուրքիայում ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնելու ամեն շաբաթ եւ կիրակի 81 նահանգից մեկում եւ ամեն չորեքշաբթի Ստամբուլում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական կարգը խախտողների դեմ։ Ելույթ ունենալով Ստամբուլում նա ընդդիմությանը մեղադրել էր սադրանքի համար։ Արդարություն փնտրելու պատրվակով նրանք փորձում են շատ վտանգավոր սադրանք կազմակերպել, որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության, օրենքի կամ արդարադատության հետ։ Սակայն մեր ոստիկանության սառը եւ հաստատակամ մոտեցման, մեր ազգի ողջամիտ մոտեցման եւ իրենց արժանապատվությունը պահպանող երիտասարդների հանգիստ դիրքորոշման շնորհիվ սադրանքի քաղաքականությունը չի հասել իր նպատակին, հայտարարել էր Էրդողանը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ռամազանի տոնի կապակցությամբ շնորհավորանքների փոխանակումից հետո Իլհամ Ալիևն ու Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել երկու երկրի դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հեռանկարի շուրջ։ Կողմերը հույս են հայտնել հանդիպել մոտ ապագայում։ Մյանմարում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեք տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով էլ զոհերի թիվը գերազանցել է 1600-ը։ Վերջին տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է 3400 մարդ, հազարավոր անհետ կորածներ կան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցնցված ենք Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար եւ ցանկանում ենք շուտապույտ հաղթահարվի այս աղետի հետևանքները, նշված է Հայաստանի արտգործնախարարության գրառման մեջ։ Արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն էլ լուրերին հայտնել է, որ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես պարտք։ Եթե մեզ համար ռիսկային բաներ լինեն, ապա անխոզ ես այդ ամենն առանց որևէ գաղտնիքի կներկայացնեմ մեր հանրությանը, ասել է նա։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ գլխավոր փոխզիջումային ասպեկտները շրջանակային համաձայնագրում ուրվագծված են։ Մենք պարտքեր չենք ընդունում, դա ինձ համար հստակ է, ես պարտքեր չեմ տեսնում։ Ծայրահեղ դեպքում մենք խոսում ենք անցյալի մասին։ Եթե լինեն ինչ-որ նոր հնարավորություն աջակցության նոր փաթեթներ, ապա Միացյալ Նահանգները հավանաբար կկարողանա այս կամ այն պայմաններն առաջ քաշել, ասել է նա։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է Միացյալ Նահանգների հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը, որը նրա խոսքով ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։ Նա ընդգծել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կուսումնասիրի, երբ իր թիմը վերլուծի այն, հաշվի առնելով դրանում հնարավոր օրենսդրական սպառնալիքները։ Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններ վարել ռուսական կողմի ցանկացած ներկայացուցչի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից եւ հետագա խաղաղ միացումը Միացյալ Նահանգներին առանց ռազմական ուժի կիրառման։ Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը, ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը պաշտպանվելու Ռուսաստանի կամ Չինաստանի ներխուժումներից։ ԱՄՆ փոխնախագահը
նաև մեղադրել է Դանիային Գրենլանդիայի անվտանգության համար բավականաչափ ներդրումներ չանելու համար։ Պենսի խոսքով Թրամփը հավատում է, որ Գրենլանդիան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև աշխարհի անվտանգության կարևոր բաղադրիչն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային խաղաղության ապահովման համար։ Նա հավելել էր, որ այդ տարածքում կան չինական և ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ այլ երկրի։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դանիայի հասցեին ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած մեղադրանքներից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան կարող են միասին աշխատել Արկտիկայի անվտանգության ուղղությամբ։ Ռասմուսենն ասել է, որ թեև իրենց դուր չի գալիս Վաշինգտոնի մեղադրանքների հնչերանգը, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ուղիներ, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա Գրենլանդիայում 1951 թվականի Պաշտպանական համաձայնագրի պայմանների համաձայն։ Ռասմուսենն իր հերթին մեղադրել է Միացյալ Նահանգներին, նրա խոսքով ամերիկացիները նույնպես բավականաչափ չեն արել Գրենլանդիայի համար։ Դանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, Միացյալ Նահանգներն այսօր ունի 200 զինվորականով բազա, մինչդեռ սառը պատերազմի տարիներին ամերիկացիները Գրենլանդիայում ունեին 17 ռազմական կայանք 10,000 զինվորով։ Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ Իրանի կառավարության անուղղակի բանակցություններ վարելու պատրաստակամությունը, սակայն Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը չի բանակցի սպառնալիքների ներքո։ Արաղչին իր խոսքում շեշտել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան հավասարության դիրքերից։ ԱՄՆ նախագահն էլ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ նամակ է ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասում է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Թեհրանի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Մերի Ներսիսյան, լուրեր։